երկնքի արքայությունը կնմանեցվի 10 կույսերի, որոնք իրենց լապտերներն առած ելան Փեսային ու հարսին դիմավորելու։ Նրանցից 5-ը հիմար էին, իսկ 5-ը իմաստուն։ Հիմարները լապտերները վերցրին, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին։ Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին։ Եվ երբ Փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին և քուն մտան։ Կեսգիշերին մի ձայն լսվեց. «Ահա Փեսան գալիս է, վեր կացեք նրան ընդառաջ»։ Այդ ժամանակ բոլոր կույսերն արթնացան և իրենց լապտերները կարգի բերեցին։ Հիմարներն իմաստուններին ասացին. «Մեզ ձեր յուղից տվեք, որովհետև մեր լապտերներն ահա հանգչում են»։ Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. «Այնպես չլինի, որ թե մեզ և թե ձեզ չբավականացնի, ուստի գնացեք վաճառողների մոտ և գնեք ձեզ համար»։ Երբ նրանք գնացին գնելու, Փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, և դուռը փակվեց։ Ավելի ուշ եկան նաև մյուս կույսերը և ասացին. «Տե՛ր, Տե՛ր, բաց արա մեզ համար»։ Նա պատասխան տվեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չեմ ճանաչում ձեզ։ Արթուն մնացեք, որովհետև չգիտեք ոչ օրը, ոչ էլ ժամը»։